Բարև ձեզ Տիկին Ալավերդյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք ձեր տեսակետը։ Եվ այսպես, 3 նորընտիր ազգային ժողովի անդրանիկ նիստներ, եւ մենք տեսանք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վեհափառ հայրապետի օրհնությունը չստացավ ազգային ժողովը։ Չնայած նիստից անմիջապես հետո երեկոյան ընդդիմադիր պատգամավորները վեհարանում ստացան վեհափառ հայրապետի օրհնությունը։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորիդ։ Ես պետք է ասեմ ձեզ այն ինչ որ տեղի է ունենում կապված վեհափառի հետ, մենք բոլորս ասում ենք իրականում դա կապված է ոչ միայն հայ առաքելական եկեղեցու մերժման այս թիմի կողմից, այլև դա ընդհանրապես հակաքրիստոնեական արշավի շարունակությունն է։ Եվ այստեղ եւ այսօր տեղը չի, որ կարողանամ ինչ-որ բերել այլ փաստարկներ, բայց տեղը ընկած ժամանակ մենք դրա մասին կարող ենք առանձին խոսել եւ այս առումով ես ողջունում եմ, որ ընդդիմությունը գոնե որոշել է առանձին ստանալ այդ օրհնությունը եւ դա եւս մեկ անգամ նշանակում է, որ պարակտումը երկրում շարունակվում է արդեն ես կասեի այնպիսի հարցերի շուրջ, որոնք որ ազգաստեղծ գործոններ են, տվյալ դեպքում հայ առաքելական եկեղեցու հանդեպ վերաբերմունքը արդեն մենք տեսնում ենք, որ ելի մենք ունենք բաժանված երկու մասի ազգային ժողով։ Եվ ես պետք է ասեմ, որ գնալով այս գործողությունների թե ոճը եւ թե ձևերը եւ թե բուն գործողությունը հակա քրիստոնեական արժեվ շարունակվելու է եւ շարունակվելու են հենց այն պատճառով, որ կրկնում եմ բավականին մեծ թվով Հայաստանում բնակվող եւ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարող անձինք քվեարկել են հօգուտ այս թիմի, որը ցուցադրել է նա չի թաքցրել իր վերաբերմունքը հայ առաքելական եկեղեցու հանդեպ մասնավորապես։ Եվ ես էլի հիշեցնեմ, որ ժամանակին մինչև ընտրությունները վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ասել է, եթե ուզում եք ես հրաժարական տամ, թող 350,000 մարդ քվեարկի իմ դեմ, ավելի քան 600,000 մարդ քվեարկել է վարչապետի այդ թիմի դեմ, եւ մենք տեսնում ենք, որ հրաժարական չի տրվել, ինքը չի ասել, որ եթե ավելի շատ քվեարկի ինձ համար, հիմա այդ շատի համար էլ չեմ ուզում խոսել, այսպիսով մենք ունենք առաջի անգամ Հայաստանի Հանրապետության նորանկախ երկրի ազգային ժողով, որտեղ որ այս թիմը, այսպես ասած քաղաքացիական պայմանագիրը անթաքույց ցույց է տալիս, որ նա չի ճանաչում հայ առաքելական եկեղեցին եւ բացարձակապես չունի այդ խնդիրը, որովհետեւ ինչպես ես դա բազմաթիվ անգամ ասել եմ, բարոյական նորմերի հետ այդ թիմը կարելի է ասել անհաշտ վիճակում է։ Մենք նաև տեսանք 3 շատ քպականներ, նորաթուխ պատգամավորներ, օրինակ իրենս Տարոն Շապրանի, ինչ լկտի պահվածքի են դրսևորում, վեհափառ հայրապետողով էլ գիտեք իրենք ինչպես են, Ավազանի անունով են վեհափառին, այս լկտիությունը, այս հայտարարությունը դեռ որքան է շարունակվելու ձեզ։ Ես պետք է ասեմ, որ այդ թիմը փողոցային մշակույթով եկել է եւ փողոցային մշակույթը բերել է ազգային ժողով։ Նույն այդ մշակույթով ինքը անծանոթ անձ չի հասարակության այդ ձեր ասած անձնավորությունը։ Նույն այդ ոճը, ինչ է ինքը ուրիշ ոճ գիտի կամ ուրիշ մշակույթի մեջ է մեծացել, ոչ։ Ինքը անում է այն, ինչի համար կոչված է այդ թիմում լինել, լինի դա գործադիրում, լինի դա այլտեղ, լինի տվյալ դեպքում ափսոս այդ անունը ազգային ժողովում։ Այնպես որ դա շարունակվելու է մինչև այն պահը, երբ որ ինչպես ասեմ, քրիտիկական թիվը
ազգի հստակեցնի իր կողմնորոշումը, նա հակաքրիստոնեական, հակահայրաքելական եկեղեցու դիրքերում է կանգնած եւ այդ հնարածին այդ իրենց թե ով է ով չի շատ կներեք չեմ ուզում վերադարձնեմ նույն ոճով իրենց բայց էլի եմ ասում փողոցային մշակույթով եկած փողոցային մշակույթը զարգացնող եթե այդպես կարելի ասել թիմ է եւ եթե օրինակի համար մի օր հանկարծ այդ անձնավորությունը կամ իր գործընկերները խոսեն ոսկեղեն հայերենով եւ ցուցաբերեն հարգանք դեպի ազգային արժեքները, պետք է մենք բոլորս զարմանանք։ Գիտենք, որ ԿՊ-ի ազգային ժողովի նախագահի տեխնացուն Ռուբեն Ռուբինյանն է։ Թույլ տվեք 1-2 մեջբերում անել իր խոսքից եւ խնդրել ձեր մեկնաբանությունը։ Այժմ եկել է լավ ապրելու ժամանակը, խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների երեխաներ ունենալու եւ մեծացնելու ժամանակը։ Իմ գրեթե 2-ամյա տղան պատերազմ չի տեսել, նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել եւ ես անելու եմ ամեն ինչ, որ իմ ու ձեր բոլորիս երեխաները չիմանան ու չտեսնեն ինչ է պատերազմը։ Ես կխնդրեմ այս մեկնաբանությունը տակ իրենք որքան ինչ պատերազմներ են բերել, 3-4 պատերազմ վերած իշխանության ներկայացուցիչը ինչից է խոսում։ Շնորհակալություն։ Գիտեք, ցինիզմը սահման չունի, ինչպես բարությունը անսահման է, այդպես էլ ցինիզմն է, այսինքն այդ նույն արտահայտությունները անողը, նա կարծես թե ոչ միայն ինքն է մոռացել կամ որևէ մի բանի տեղ չի դնում, նա ուզում է հիպնոզացնի ժողովրդին եւ մոռանալ տա, որ հենց այս թիմի ձերքով, խոսքով եւ քաղաքականությամբ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը տեսավ ոչ թե զուտ ուղղակի պատերազմ, օրինակ առաջի, որ ասում են Ղարաբաղյան պատերազմ, դա ազգային ազատագրական պատերազմ էր եւ որևէ մեկը այդտեղ չի կարող ասել, որ այդ ժամանակ զոհված մեր պայծառ տղաներն ու աղջիկները այսպես ասած իրենք իզուր տեղն են տվել իրենց կյանքը։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ այս բոլոր դեպքերին 20, 21, 22, 23 թվականներին տեղի ունեցածը, այդում երեխաներն են զոհվել։ Այդում հրավերով է եղել 20 թվականի պատերազմը։ Այդում համաձայնությամբ եւ հայտարարակ հայտարարությամբ, որ Արցախը Ադրբեջան է, արցախցիները եւ հայերը, հայ ժողովրդի մի բնականon մասը ունեցել է ցեղասպանական ագրեսիա եւ ինչպես որ ասում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, բռնի տեղահանվել է։ Ես եթե փոխվեմ պահից եւ ասեմ, այդ բոլոր մնացած շատ կներեք արտահայտությունները չեք համաչում, կառավարության որոշման մեջ գրած է ովքեր են արցախցիները։ Կառավարության որոշման մեջ գրած է բռնի տեղահանված։ Մնացած այդ սին եւ գրեհիկ արտահայտությունները ում կողմից էլ դրանք հնչեցվեն, դա ամոթ է ոչ միայն իրենց համար, այլ ամբողջ թիմի համար։ Եվ ահա այդ թիմի ներկայացուցիչը, որը հավակնում է Թուրքիայի կոնկրետ կարկառուն դեմքերի կողմից դրական այդպես բնութագիր ստացած անձը, նա հավակնում է այդ ազգային ժողովի նախագահի պաշտոնին եւ այդ ցինիզմը ցույց է տալիս, թե ինչ պետք է մենք սպասենք ոչ միայն այդ անձնավորությունից, այլ ամբողջ թիմից։ Երեք խոսում էր ինչ-որ համերաշխության, փոխմբռնման մասին, ընդդիմադիրներին էր առաջարկում, բայց մի անգամից զուգահեռ խոսում այո, վենդետա լինելու է։ Խնդրեմ ես ասել։ Գիտեք, ես պետք է հստակեցնեմ, չեմ լսել որևէ մեկ անգամ այդ թիմից այլ բնութագիր
ընդդիմության, քան թշնամի։ Դա ծիծաղելի կլիներ, եթե չլիներ ողբերգական այդքան։ Այսինքն իրեն ժողովրդավարական թիմ համարող այդ անձիկ նրանք համարում են ընդդիմությունը թշնամի։ Եվ ես հնարավորություն եմ ունեցել դա լսել դեռ շատ վաղուց։ Հ1-ի հաղորդման ժամանակ, թոք-շոուի ժամանակ, երբ որ ես մատնանշել եմ, որ այդ ժամանակ այդտեղ պես պրոիշխանական անձնավորություն, այն է Հովսեփ Խուրշուդյանն էր, ես հիշեցրեցի, որ ժամանակին ժառանգություն խմբակցությունը հրաշք առաջարկություն է արել, ասել է բոլոր վերստուգիչ, անկախ մարմինները պետք է ղեկավարվեն ընդդիմության կողմից եւ դրանով իսկ այդ հավասարակշռվածությունը իշխանության մեջ ապահովեն։ Ես մինչև հիմա համարում եմ դա շատ արդիական առաջարկություն։ Եթե ամերաշխության այդպիսի կոչ է արված, խնդրեմ, այդ առաջարկությունը թող կյանքի կոչվի։ Եվ ի պատասխան դրան Հովսեփ Խուրշուդյանը, որին ես ճանաչում եմ շատ վաղուց, ասեց այսօրվա ընդդիմությունը թշնամի են։ Ես եթե ես չճանաչեի, որ բավականին գրագետ դաստիարակված անձնավորություն է, ես չէի հավատա, որ այդպիսի արտահայտություն կարող է թույլ տալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ իրեն համարող անձը։ Դե մնացածների արտահայտությունները բոլորիդ ծանոթ, ես ամենամեղմն եմ տվյալ դեպքում հնչեցրել։ Դրա համար ես կարծում եմ, որ համերաշխության համար դռները բաց են, իրենք կարող են իրականացնել ժառանգության կողմից ժամանակին մշակված այդ առաջարկությունը եւ դա կլինի ոչ թե այսպես քաղցր մաղցր խոսքեր, այլ կլինի գործնական, բայց եթե մենք լսում ենք, թե ինչ է դրանից հետո հնչեցվում, ապա պարզ է դառնում, որ դա հերթական կեղծիքն է, հերթական խաբեությունն է, ու այս բոլորը ես ասում եմ ոչ թե նրա համար, որ ուղղակի դատապարտեմ այս իշխանություններին, ես կոչ եմ անում հասարակությանը սթափ լինել, այս բոլոր քայլերը սկսած լինի հայ առաքելական եկեղեցու, լինի այդպիսի արտահայտությունները, լինի շարունակական բնույթ կրող ուղղակի մեր հասարակության բզկտումը, ոչ թե ուղղակի պարակտումը, այդ բոլորին պետք է որ համարժեք պատասխան լինի, հակառակ պարագայում կստացվի, որ կրկնում եմ, փողոցային մշակույթ բերած այդ թիմը կարողանում է ենթարկել իրեն քաղաքակիրթ հայ ազգը։ Դա մարտահրավեր է վերջապես, եւ ես կարծում եմ, որ այն ամենը, ինչ միջև այսօր արվել է, դա բավարար չէ։ Սա իհարկե նոր մարտահրավեր է, որ երկրի ղեկավարությունը ամբողջովին ելույթներ է ունենում եւ վարում է քաղաքականություն, որը համապատասխանում է ոչ թե հայ ազգի շահերին եւ չի համապատասխանեցնում ազգային արժեքներին, այլ ամբողջովին սպասարկում է բոլորին արդեն հայտնի թուրք ադրբեջանական քաղաքականությունը։ Ես էլի եմ ասում, մենք ցանկացած այդպիսի գրեհիկ արտահայտությանը պետք է գտնենք համարժեք ոչ միայն խոսքը, այլ գործողությունը։ Ու շարունակում է, որ այո, վենդետա լինելու է, Աղվան Վարդանյանը շատ ճիշտ ասաց վենդետան երբեք միակողմանի չի լինում։ Ովքեր են դեռ խոսում վենդետայից, Տիկին Ալավերդյան։ Գիտեք, վենդետա խոսքը կարծեմ ես էլ եմ օգտագործել։ Դա շատ ընդունված մանիպուլատիվ տեխնոլոգիա է, որ այն ինչում մեղադրում են եւ հիմնավոր մեղադրում են, եւ ասեմ ձեզ, ինչպես կարող է իշխանական լծակներ չունեցող ընդդիմությունը վենդետա անի։ Գիտեք, դա այն անգրագետության եւս մեկ նշույլ է, որի մասին ես անընդհատ ցավով միշտ նշում եմ։ Վենդետան հնարավոր է իրականացնի միայն իշխանական լծակները ունեցող թիմը։
ընդդիմությունը դրանից զրկված է եւ խոսել այդպիսի լեզվով նշանակում է այդ պրիմիտիվ այդ տեխնոլոգիան ինչպես երեխաներն են որ ասում են դու ապուշ ես ասում ապուշը դու ես հիմա դա այդպիսի գործողություններն ու խոսքերը խոսում են կրկնում եմ խորքային անգրագիտության մասին Տիկին Ալավերդյան, կուզեմ նաև այս հարցին անդրադառնանք։ Երեք ընդդիմադիրները հստակ հարց էին ուղղում Ռուբեն Ռուբինյանին, որպես ազգային ժողովի նախագահի տեխնացու։ Կարող եք հայտարարել եւ երաշխավորել, որ ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում Տիգրան Աշենը չեք հանձնելու եւ օրինակ այս հարցը հենց ուղիղ Ռուբեն Ռուբինյանին ուղղում էր Իշխան Սաղաթելյանը։ Ինչ է պատասխանում Ռուբինյանը։ Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է եւ դա լիակատար եւ անքննելի կարմիր գիծ է։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը, մենք տեսնում ենք իրենք ինչպես են Տիգրան Աշենն ու Արծվաշենը նույնացնում, նույն հարթության վրա դնում եւ մանիպուլացնում։ Դուք նախնական զրույցում ասացիք, սա շատ կարեւոր եւ վտանգավոր հարց է եւ ուզում եք բացատրել, թե ինչպես են սիրելի ժողովուրդ ձեզանից յուրաքանչյուրին մեղսակից ուզում դարձնել։ Շնորհակալություն հարցի համար, արդեն շարունակ 2-3 տարուց ավելի ես հանդես եմ գալիս եւ որպես հայկական քաղաքագետների հայկական ասոցիացիայի անդամ եւ մենք հնչեցնում ենք այդ նույն թեման, այսպես կոչված անկլավ էքսկլավների թեման տարիներ շարունակ, միջև անգամ մենք դիմել ենք միջազգայինորեն ճանաչված այլ երկրներում եւ աշխարհում ճանաչված փորձագետներին, իրավաբաններին, քաղաքագետներին, պետական եւ քաղաքական գործիչներին եւ հավաքագրել ենք ստորագրություններ, որտեղ որ հստակ դիրքորոշումը մեր հայտնել ենք։ Հիմա ինչ է նշանակում այդ պատասխանը։ Այդ պատասխանը նշանակում է, որ ինչպես ընդհանրապես որևէ ձևով անօրինական որևէ մի հիմնավորում չունեցող, այսպես ասած, գործողությունը իրականացվեց Կիրանցի հետ, նույն ձևի հիմա փորձելու են, ինչպես դա անում է եւ Ադրբեջանը, հիմնավորեն, որ Ադրբեջանը ունի Հայաստանի այսօրվա Հայաստանի եւ 30 գրեթե 30 տարուց ավել այս տարածքներում ունի այսպես կոչված օկուպացված ադրբեջանական տարածքներ։ Դա էլի եմ ասում, ես նոր ասեցի, որ այս իշխանությունները ուղղակի արդեն սպասարկում են թուրք-ադրբեջանական քաղաքականությունը եւ ռազմավարությունը։ Հիմա տվյալ դեպքում ես պարտադիր եմ ձեզ բացատրել ինչումն է հարցը։ Ադրբեջանի հնարածին այդ նկրտումները ուղղակի շարունակությունն են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությամբ եւ ինչպես ժամանակին Յուրի Բարսեղովը ասել է պաշտպանմունք է անեքսիայի տարածքների անեքսիայի պաշտպանմունք կա տվյալ դեպքում մենք խոսում ենք Ադրբեջանի մասին Հիմա ինչ է նշանակում, ինչով են հիմնավորում ադրբեջանցիները եւ ինչու այդպես դավադիր պատասխան է տալիս Ռուբինյանը։ Պարզ ճշմարտություն է։ Միայն այն տարածքները կարող են համարվել թեկուզ սովետական օրենսդրության ներքո։ Մենք դրան կանդրադառնանք։ Ինչու ես ասում եմ թեկուզ սովետական։ Թեկուզ սովետական օրենսդրության ներքո Ադրբեջանին պատկանող եւ որևէ թիզ հող Հայաստանի ներսում չկա։ Ինչու։ Որովհետեւ դեռ 1979 թվականին իսկ իրենք հղում են անում 74 թվականի քարտեզներին միայն 79 թվականի Նախարարների խորհուրդը սովետական միության, դա միակ պետություն է, դա միասնական պետություն էր, ընդունել է որոշում 16 հոկտեմբերի համար 940 որոշում, որտեղ ասում է հետևյալը. Իհարկե կարող է լինել դեպքեր, երբ որ երկու հանրապետություններ
համաձայնեցնում են իրար հետ եւ ինչ որ տարածք մի հանրապետությունից տրվում է մյուս հանրապետությանը, բայց անգամ այդ դեպքում մեկ է պետք է լինի սովետական միության բարձրագույն մարմինների որոշումը դրա մասին, մեկ, երկրորդը, եթե մենք անդրադառնում ենք այդ անկլավների կազմավորման պատմությանը, ապա շատ լավ մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել 30-ական թվականներին եւ տեղի է ունեցել շատ պարզ իրավիճակում։ Մենք բոլորս ապրում էինք այդ ժամանակ եւ բոլորը այն ժամանակ ապրող մարդիկ ապրում էին մեկ պետության մեջ, սովետական միությունում։ Եվ մի հանրապետությունը մյուս հանրապետության կարող էր դիմել օրինակի համար, ինչպես տեղի է ունեցել, որ իրենց այդ ոչխարներին կամ այլ անասուններին արածացնեն, օրինակ ադրբեջանցիները դիմել են հայերեն եւ արածացնեն Հայաստանի որևէ տարածքում։ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինը կա շատ անգամ տեղական ինքնակառավարման այն ժամանակվա այսպես մակարդակով համաձայնությունը տվել է։ Մի քանի տարվա ընթացքում, ուղղակի հաշված տարիների ընթացքում, այդտեղ այդ անձիկ անմիջապես օբայ էին սկզբից դնում, հետո տուն էին կառուցում, հետո այդտեղ գալիս էին ուրիշները եւ միաժամանակ հետո այդտեղ կազմավորվում էր ադրբեջանաբնակ մի որևէ միավոր։ Հետագայում դիմում էին, որ ասում էին ոչ մենք ոչ հայերեն գիտենք, ոչ ռուսերեն գիտենք եւ դրա համար խնդրում ենք ձեզ, որ ուշադրություն դարձրեք մեր այս տարածքում կազմավորված միավորը կառավարվի Ադրբեջանի կողմից, տվյալ դեպքում ուսումը եւ այլն եւ այլն։ Եվ այդ համաձայնությունը ստացվում էր, ելի եմ ասում, խոսքը չի գնում տարածքի հողի մասին, այլ իրավունքը, ով կարող է կառավարել, այդ իրավունքը ում կարող է տրվել եւ մեկ պետության ներսում դա երկու այսպես հանրապետությունների մեջ այդ համաձայնությունը եղել է որևէ մի փաստաթուղթ, որտեղ ասվում է տարածքների տրվելու մասին մանավանդ սովետական միության բարձրագույն մարմինների կողմից որևէ այդպիսի որոշում չկա։ Դա ամբողջովին արհեստածին եւ վերին աստիճանի ագրեսիվ մի թեզ է, որի շուրջ Ադրբեջանը կառուցում է իր հետագա քաղաքականությունը։ Առնվազը գրված է դրա մասին շատ նյութեր, մինչև անգամ անցած դարի նույն այս թվերին այդպես էլ գրված է, որ պետք է Հայաստանի Հանրապետության մեջ, որտեղ սովետական հանրապետությունը արդեն կար, պետք է այդտեղ բնակավայրեր ստեղծել, որոնք որ կբնակվեն ադրբեջանցիների կողմից, իդեպ այդ ժամանակ դեռ ադրբեջանցիներ չէին ասում, եւ երբ որ իրենք արդեն այդտեղ մի քանի կարևորագույն տեղերում ապրեն, արհեստական որևէ պատճառաբանությամբ հայտարարենք, որ նրանց իրավունքները ոտնահարվում են եւ մուտք գործենք հանրապետություն, դրանով իսկ նպաստելով մեր գլխավոր նպատակին, այն է ոչնչացնել հայերին ոչ միայն որպես պետական ազգ, այլ եւ ֆիզիկապես։ Հիմա այս բոլորը ես ասում եմ ոչ նրա համար, որ մարդիկ վախենան, խիստ հակառակը։ Ես դա ասում եմ, որ դուք զգոն լինեք եւ չհավատաք ամբողջովին անհիմն միջազգային իրավունքին եւ պետական ժամանակի սովետական միության եւ այսօր Հայաստանի Հանրապետության պետական օրենսդրությանը։ Հիմա գիտեք, եթե դու տեր չես կանգնում քո ունեցածին, վաղն էլ մի ուրիշ ձևով, ուրիշ պատրվակով նույն բանը տեղի կունենա։ Ես այն ինչ որ ես ասում եմ, դա իմ կողմից չէ, որ ուսումնասիրված է եւ հայտնաբերված է, դա գրած կա, դա գրավոր տեքստեր կան, խնդրեմ, ծանոթացեք։
Եվ վերջապես էլի եմ ասում, ծանոթացեք օրենսդրության հետ, ցանկացած հղում այդ նկարներին, քարտեզ կոչվածներին, ուղղակի իրավաբանորեն առ ոչինչ են, քաղաքականապես անմեղսունակություն։ Ես իդեպ պետք է մեջբերում անեմ հենց քաղաքացի Փաշինյան Նիկոլից։ Նա հենց այդպես էլ 21 թվականին ասել է, որ երբ որ խոսում են անկլավների մասին, ապա ինչ որ քարտեզների մասին են խոսում, եւ ինքը ասել է բարես բուն իմաստով, քարտեզի վրա ինչ ասես կարող են նկարել։ Հիմա դուք ինչի եք այդ քարտեզները, որոնց որ հենց նշել են 74 թվականի, երբ որ միջազգային իրավունքը, որի վրա հղում է անում, ասում է բոլոր փաստաթղթերը, բոլոր իրավական ակտերը եւ այո, բոլոր քարտեզները եւ այս առումով Ռուբինյանի ասածը ինքնախոստովանություն է։ Ես հստակեցնեմ, ուղղակի նա է, որ իր ինքնախոստովանությունը ինքը բերում է ինչպես անհերքելի ապացույց եւ դրանով իսկ ուզում է համոզել մեր քաղաքացիներին եւ դարձնել դրանց բոլորին հանցակից, որովհետեւ այդպես երկրի տարածքի հանդեպ վերաբերմունքը դա հանցագործություն է, դա գրված է, մենք ունենք, այո, դա պես պարզ գրված է, պարզապես նրանք չեն ուզում հիմա միայնակ անել, նրանք ուզում են դա անել ժողովրդի այսպես կոչված համաձայնությամբ, դրա համար օգտագործում են անմաքուր տեխնոլոգիաները, ներառյալ ուղղակի խաբեությունը, նույն ձևի, ինչպես որ իր հենց քաղաքացի Փաշինյանը ասում է, որ եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի հետ իրար տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է մենք ճանաչել ենք եւ անկլավները, շատ կներեք դուք ինչ եք ստացել հայ բանում դպրոցում թվաբանությունից, իսկ ինչ պրիմիտիվ այսպես կոչված տրամաբանություն եք ուզում բերել այդտեղ, դա այդպես չի, նախ եւ առաջ վերջ տվեք այդ գրեհիկ ուղղակի, չգիտեմ ինչ խոսք ասեմ, որ վիրավորական չլինի, այդ խաբեությունը Ալմատայի հռչակագրի մեջ, որին դուք հղում եք անում, չկա գրած, որ ճանաչում են նոր անկախ պետությունները իրար նախկին սովետական վարչական տարածք, չկա, կա հակառակը գրած, ոչ թե ուրիշ բան, այլ հակառակը գրված է գոյություն ունեցող սահմանները, այդ ժամանակ գոյություն ունեցող սահմանները Ադրբեջանում անգամ սովետական Ադրբեջանի սահմաններից դուրս էր Լեռնային Ղարաբաղը, բայց Ռուսաստանը, Բելորուսը եւ Ուկրաինան, նրանք չէին ընդունի այդպիսի հստակ հակասող վարչական սովետական սահմաններին այդ արտահայտությանը, եթե իրենք չունենային արդեն 3 դեպք, դա Աբխազիան է, դա Հարավային Օսետիան է, դա Մերձդնեստրովյան է, այսինքն մենք պետք է հստակեցնենք, դա ոչ թե պատահական ձևով այդպես է գրվել, փոխարենը գրվի բառը, ոչ, դա հստակ ընդգծվել է, որ ճանաչվում են ոչ թե նախկին սովետական վարչական սահմանները, այլ նոր ստեղծված 88-ից մինչև 91-21 դեկտեմբերի նոր սահմանները եւ այդ կոպիտ գրեհիկ խաբեությունը շարունակվում է տարիներ շարունակ։ Հիմա եթե ես էլի եմ ասում, կարդալ գրել գիտեք, բացեք այդ փաստեր, բացեք այդ փաստաթուղթը, այսպես որ մեջբերում են անում Ալմատայի հռչակագրից, բացեք այդ հռչակագիրը կարդացեք։ Դա նախաբանի մեջ երրորդ, եթե չեմ սխալվում, պարբերությունն է։ Գրված է ռուսերեն, ռուսներն են կազմել, ռուսերեն գրագետ ձևով։ Существующие границы признают
существующие границы, территориальную целостность в существующих границах։ Եվ ահա այդ խաբեության, որը շարունակվում է արդեն 5 տարի, կրկնում եմ 21 թվականին, դեռ ձև էր անում նույն այդ քաղաքացի Փաշինյանը, որ մենք դեռ պետք է հասկանանք, որն է այդ անկլավը, որոնք են իրավական հիմքերը։ 25 թվականին արդեն ինքը ասում է, որ մենք պետք է կիրառենք այստեղ ոչ թե զուտ իրավական հիմքերը գտնենք, այլ իրավաքաղաքական, հիշեք, Արցախի դավադրական հանձնումը տեղի է ունեցել ոչ թե իրավական հիմքերով, այլ զուտ հակաիրավական, հակապատմական, քաղաքական հայտարարություններով։ Այնպես որ Ռուբինյանի ասածը նշանակում է, որ այս թիմը օր առաջ շտապելու են, ես բոլորից զգուշացնում են, շտապեցնում են բոլորին եւ ձեզ են շտապեցնում, որ դուք ընդունեք այդ բանը, որ այո, հանձնումը Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի, դա օրինական հիմք ունի, դա լինելու է զուտ, եթե լինի, եթե մենք չդիմադրենք, դա պետք է որ ընդունենք որպես զուտ քաղաքական, ոչ թե իրավաքաղաքական։ Իրավունքը ամբողջովին այդ տեղին հանված է եւ զուտ այսպես կոչված կուսակցական, որը իրանք քաղաքական են հանվանում, այդպիսի հայտարարության հիման վրա։ Տիկին Ալավերդյան, մենք տեսնում ենք, թե ադրբեջանական կողմը ինչպես է շարունակաբար, մանավանդ այս ընտրություններից հետո էլ ավելի սպառնալի տոնով հայտարարում 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու հարցը, եւ երեք ԿՊԱ-ական մի կին ազգային ժողովի ամբիոնից սպառնում է ընդդիմադիրներին, ձեր քթերից ենք բերելու 300,000 ադրբեջանցիների գալու հարցը, ահաբեկում եք ժողովրդին, ով է ահաբեկում, դուք, որ պատերազմ եք բերել քիչ է, եւ մի հատ էլ մենք տեսնում ենք, որ գլխիկոր կատարում եք բոլոր այն պահանջները, որոնք Ադրբեջանը առաջ է քաշում։ Շնորհակալություն հարցի համար, այդ հարցը զարմանալիորեն բոլորովին այլ պետության մեջ արդիականացվել է այդ խնդիրը։ Նայեք, ադրբեջանցիները չեն թաքցնում մակի գանում, այդպես չի, ով է ում ահաբեկում, այդ կրկնում եմ, այդ ինչ մանկապարտեզական մակարդակ է, ես արդեն իրապես դա վիրավորում է ինտելեկտը մարդու։ Դա ասում է Ադրբեջանը, նա ասում է դա պետական մակարդակով, նա ասում է դա միջազգային մակարդակով։ Հիմա ես ուշադրություն եմ դարձնում բոլորի, որ Իսպանիայի տարածքում, որը գտնվում է Մարոկկոյի հյուսիսում, տեղի է ունեցել հանկարծակի, տեղի է ունեցել 50,000-ից ավել միգրանտների, Մարոկկոյի բնակիչների ներխուժումը, այդ Սեուտ է կոչված, ահա այդ հյուսիսում գտնվող Իսպանիայի տարածքը։ Ուշադրություն դարձրեք բոլորդ, որևէ մի միջազգային մարմին, Եվրոպան, որը այդքան խոսում է իր միասնության մասին, չեն արձագանքել դրան որևէ մի այլ ձևով, քան 20 պետություն հայտարարել է, որ փակելու է իր սահմանները։ Որևէ դատապարտող, Մարոկկոյին դատապարտող որևէ մի հայտարարություն չկար։ Ես հիշեցնեմ, որ Մարոկկոն աֆրիկական, մանավանդ հյուսիսային Աֆրիկայի պետություններից ամենամոտիկ բարեկամն է նահանգներին, որոնք սպառնացել են հանձինս Տրամպից, սպառնացել են Իսպանիային, որ դուք կտեսնեք դեռ այդ ձեր անհամաձայնությունը մեր քաղաքականության հետ, ուշադրություն դարձրեք, միջազգային հարաբերությունները եւ միշտ իսկ այսօր առավել եւս դա դաժան պայքարի դաշտ է եւ այսօր այդ հիբրիդային խոսքը շատ ենք օգտագործում, շատ անգամ չհասկանալով եւ ահա Մարոկկոն ամենամոտիկ, կրկնում եմ, մոտիկ հարաբերություններ ունեցող նահանգների հետ, ես համոզված եմ, կազմակերպում է այդ ներխուժումը Իսպանիայի տարածքը առանց որևէ միջազգային հանրության որևէ հայտարարության։
դա ոչ թե պատահական է, դա ես համոզված եմ հիմք է դառնալու Ադրբեջանի համար, որ նա նույն ձևի կազմակերպի 300,000-ը, 10,000-ը, ինչ կա նշանակություն ունի։ Նա կազմակերպելու է ներխուժումը եւ ԿՊ-ականները աղոհացով են հանդիպելու դրանց, իսկ այդ ընդդիմադիրներին, որոնք փորձելու են ինչ որ ձևի դրան անդրադարձեն, դրանց ուղղակի թիրախավորելու են որպես խաղաղության թշնամի, որպես Հայաստանի թշնամի, որպես հայ ժողովրդի թշնամի։ Այդ հասարակ սխեման ես կարողացա թե ոչ հասցնել մեր լսարանին։ Բայց շատ կարևոր է Տիկին Ալավերդյան նաև ասեք, հա, որ երբ որ աղոհացով է դիմավորեն, թուրքն ու ադրբեջանցին չեն փոխվել, եւ միևնույն է, իրենց աղոհացով կդիմավորես, սրով կդիմավորես, թե ինչով կդիմավորես, իրենց վերջնանպատակը հային գլխատելը Հայաստանի Հանրապետության չգոյությունը։ Գիտեք, ես մի բան ասեմ, գրեթե 70 տարի սովետական միությունում պես ասած եղբայրական միջև անգամ երգեր են հորինել, երգեր են երգել այդ եղբայրական հարաբերությունների մասին։ Դա խանգարեց Սումգայիթ, Բաքու, դա խանգարեց 500,000 հայերի բռնի տեղահանումը Ադրբեջանից։ Ոչ, հիմա դուք ուզում եք ինչ ասել, որ շատ պարզ իր քաղաքականությունն ու ռազմավարությունը բացատրող եւ իր ժողովրդին պատրաստող, որ նա պետք է կներեք վերադառնա արևմտյան Ադրբեջան, դուք ինչ եք կարծում եք դրանք խոսքեր են, դրանք ինչ է խաղոպար է, դա ձեզ նման ֆեստեր են կազմակերպում այս տարօրինակ իրավիճակում, դա իրոք նման է արդեն այսպես խրախճանք ժանթախտի ժամանակ։ Այդ ում աչքերն եք ուզում փակել այստեղ, այդ անկուշտ մի զանգվածի, որի ամբողջ մտածելակերպը պես կենտրոնացած է ստամոքսի մեջ, եւ դրանով իսկ դուք ուզում եք ապացուցեք աշխարհին, որ հանգիստ եղեք, ստեղ չեն կրակելու, գիտեք, որ Սեուտեում կրակոցներ են եղել ավելի քան 60, գրեթե 70 մարդ է սպանվել, 67 թիվն է հնչեցվում։ Այստեղ կրկնում եմ, չի լինելու դա, այստեղ օր առաջ այդ փողոցային մշակույթը բերած թիմը աղոհացով է հանդիպելու եւ միաժամանակ ուղղակի ժողովրդի ոչ հասուն մտածելակերպ մարդկանց ցույց տա որպես թշնամի հայերին, մասնավորապես արցախցիներին եւ ընդդիմությանը։ Հիմա ես այդքան ասում եմ, էլի եմ ասում, ես չեմ ասում դրա համար, որ դուք նստեք հիմա վախենաք եւ հակառակը, տեր կանգնեք երկրին։ Եթե տեր չեք կանգնում, ուրիշն է գալիս տերություն անում։ Դա հազարամյակներ շարունակ ապացուցված մի ճշմարտություն է։ Եվ այն ինչ որ այսօր այդպես կրկնում եմ, դա ինքնախոստովանություններ են, այդ բոլոր հայտարարությունների ներքո շատ դաժան արյունոտ աստար կա եւ հիմք կա եւ ապագան, որը իրենք պատրաստում են Հայաստանի համար եւ արդեն շինարարությունը, որը որ միայն Երևանում տեսնում ենք ինչ չափեր է ընդունել եւ նոր օրենք են ընդունել, որ կարող են բնակարան առնել առանց ներկայանալու Հայաստան։ Դուք իջա կարող եք պատահի, դուք չեք լսում, չեք տեսնում, չեք հասկանում։ Ում համար է դա։ Հայաստանի Հանրապետությունում չկա ծնելիության որևէ աճ, հակառակը, եւ չկա որևէ մուտք, հակառակը 21 թվականից հետո մինչև 26 թվականը ուշադրություն դարձրեք, գրեթե 100,000-ով պակասել է ընտրողների թիվը։ Դա նշանակում է, որ ոչ պակաս քան 300,000 մարդ լքել է Հայաստանը 21 թվականից մինչև 25-ը, ում համար են կառուցվում եւ այդ ինչ օրենքներ են ընդունում, չլսված բան է, մարդ էլ չգա
չներկայանա, միջև անգամ ինչ-որ նոտարական փաստաթղթեր էլ պետք չեն այստեղ որևէ մեկի համար անունով գրել, ուղղակի նա նստած ինչ-որ մի տեղ կարող է այստեղ Հայաստանում գնել այն բնակարանները, որոնց թիվը 22 թվականից մինչ այսօր աճում է օրից օր, եւ դեռ 23 թվականի նախարարը տարածքային կառավարման նախարարը ասել է, որ 22 թվականին այնքան բնակարաններ են ստեղծվել, որ կարող ենք ընդունել 250,000-ից ավել մարդ։ Դրանից հետո 150 արցախցիներ հայտնվել են ստեղ առած բնակարանների, ինչու իրենց չեն սպասարկել դրանով, ինչու են սկսել բաժանել ինչ-որ գումարներ մի ֆիզիկական անձին տալով, մյուս ֆիզիկական անձին փոխանցելու համար, ինչու պետությունը չի առել այդ մասնավոր շինարարների կողմից, շինարարական կազմակերպությունների կողմից, ինչի չի առել, ընդամենը կրկնում եմ 150,000-ը դա 30-ից 40-45,000 ընտանիք են, վերջ, եթե դուք հնարավորություն ունեիք ընդունել 250,000 մարդ, դրանից հետո 24 թվականին կրկնվել է նույնը, 25 թվականին նույնը, ում համար են այդ շինարարությունները, եթե դուք մինչ այսօր պահում եք այսպես պատանդ, որպես պատանդ եք պահում արցախցիներին Հայաստանում, հնարելով, բերելով աշխարհով մեկ մերժված մոդելը բնակարանային ապահովության, երբ որ լուծումը ուղղակի երևում է, ուղղակի մակերևույթի վրա է, պետք էր պետությունը առներ սոցիալական բնակարաններ, ես չեմ ասում դուք նվիրեք արցախցիներին, այլ դուք տակ իրենց օգտագործման իրավունքով, դրանով իսկ ցույց տալով, որ չի փակված Արցախ վերադառնալու եւ Արցախը վերադարձնելու հարցը։ Եվ այս ամենը, ինչպես մենք հազիվ հասցնում ենք մի քանի հարցի անդրադառնալ, ելի եմ ասում, հատվածական մոտեցումից հրաժարվեք, այդ բոլորը մեկ շղթայի տարբեր օղակներն են, եւ այդպիսի օրենքը, որ ընդունվել է մի քանի 2 շաբաթ, 3 շաբաթ առաջ, եւս խոսում են նրա մասին, որ անշեղորեն ներկա իշխանությունները սպասարկում են հայ-ադրբեջանական, կներեք թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Եվ Տիկին Ալավերդյան, մի վերջին հարց, ուղղակի առիթ չենք ունեցել ձեզ այս հարցը ուղղելու, մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի երեխաների մայրը Աննա Հակոբյանը անցած շաբաթ խոսեց, որ իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում, երբ ինքը խոսում է կանանց իրավունքների մասին, եւ անմիջապես դատախազությունը ընթացք տվեց, եւ շատերը հիշեցնում էին, ինչու էր նույն Տիկինը լուր, երբ Օրինակ Սոնա Մնացականյանին գցեցին մեքենայի տակ եւ իր չծնված երեխայի հետ սպանեցին, երբ Սևազգեստ մայրերին Եռաբլուրից քարշ տվեցին, երբ այսօր խոշտանգվում է Արեգնազ Մանուկյանը Կալանավայրում զրկված լինելով իր անչափահաս երեխային տեսնելու հնարավորությունից եւ այսպիսի բազում օրինակներ բերելով։ Խնդրեմ։ Ես ճիշտ ասած ասել եմ մի ժամանակ, ես չեմ կարող Հայաստանի Հանրապետությունում պետական գործիչների կանանց իսկ իրանք շատ են, դրանց հայտարարությունները մեկնաբանել։ Այդ մեկ, երկրորդը, իսկ ով է կարգավիճակով այդ տիկինը։ Այդ տիկինը, որը տարիներ շարունակ իրեն ներկայացնում էր որպես առաջին տիկին, ելի եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն, առաջի տիկին սիմվոլիկ, մենք չունենք այդպիսի բան օրենսդրական, սիմվոլիկ կարող է համարվել միայն ու միայն Վահագն Խաչատուրյանի կինը, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն երկրի գլուխ է հանդիսանում հենց նախագահը, կապ չունի ինչ դերակատարություն ունի, ով է ինքը այսօր, ինչպես է ինքը իրականացնում իր պարտականությունները, կապ չունի։ Հիմա մենք ինչքան, որ ես ամենաանտեղյակ մարդն եմ, բայց ինձ են տեղեկացրել, որ կարծես թե մի օր ամուսնություն են ձևակերպել, հետո մի օր մյուս օրը ինչ որ բաժանում են, որպես ով է հանդես գալիս։ Անգամ ես չեմ կարող իրեն համարել, չգիտեմ ես ճիշտն ասած, որևէ մի պետական անձի կինել չեմ կարող
այդպես հստակ հիմնավոր ասել։ Դա մեկ, երկրորդը, այդ ինչ փաստաթուղթ է, որի մասին Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկը չգիտի։ Իրավապաշտպանները ուղղակի բոլորված են։ Այդ ինչ փաստաթուղթ է, ում է գրել, ում մասին։ Երբ է այդ կինը ուսումնասիրել տնային բռնության հարցերը։ Երկրորդը, ով է ասել, ես գիտեմ կազմակերպություն Գեղարքունիքում, տարիներ շարունակ զբաղվում է այդ հարցով եւ հասել են հրաշալի արդյունքների, համագործակցում են եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ ներքին գործերի հետ եւ բավականին մեծ հաջողություն ունեն եւ դրա մասին տեղյակ են եւ Գեղարքունիքում եւ միջազգային հանրության մեջ, իսկ այդ ինչ զեկույց է, որի մասին մենք չգիտենք, այդ եսամոլության, այդ յուր անձի ցուցադրումը ու ես էլ եմ փաստորեն ընդգրկվում ակամադրան, որ իր անվան շուրջ խոսակցություններ շարունակ լինել, դա կներեք արժանապատվությունը, այդ տիկնոջ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք է, իսկ այն ինչ որ վերաբերվում է դատախազությանը, դա ընկերական հարաբերությունների արդյունք է, կներեք ես դրանով վերջացնեմ, եւ փաստորեն ստացվում է, որ պետական մարմինները սպասարկում են եսակենտրոն այդ ինչ որ մի պետության քաղաքացու, ի վերջո նա քաղաքացի է Հայաստանի Հանրապետության, եթե չի հրաժարվել դեռ։ Այսքան բան, ես կարծում եմ, էլի եմ ասում, դրանք հատուկ այդպիսի թեմաները մտցվում են, որ ուղղակի չեղարկեն եւ մարդիկ լսեն միայն իրենց գռեհիկ արտահայտությունները անկլավ էքսկլավների մասին։ Այսօր կարևորագույն խնդիրը Հայաստանի համար եւ ժողովրդի համար հասկանալ, որ այդ թեզերի ներքո եւ ահա այդպիսի արհեստածին սյուժեներ շպրտելով հասարակության մեջ պարզապես պատրաստվում է, ինչքան մենք հասկացանք պարոն Ռուբինյանի հայտարարություններից, հանձնել հերթական անգամ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները Ադրբեջանին։